Պարոն Բաբայան, օրերս հավանաբար տեսել եք Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը, այդ օրը, երբ վարչապետը գնացել էր մասնակցելու պատարագի, միջադեպ տեղի ունեցավ եւ դրա հետևանքով 3 անձ ձերբակալվեց, մեկին այսօր բաց թողեցին, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ես կխնդրեմ ձեր գնահատականը այդ միջադեպին։ Ես բացարձակապես չեմ ուզում տալ որևէ բարոյական կամ քաղաքական գնահատական, կարծում եմ այստեղ ամենակարևորը, որ ճիշտ իրավական գնահատական լինի։ Պետք է պարզապես սկսել մի շատ պարզ բան։ Երբ տեղի ունենում որևէ հարձակում պետական պաշտոնյայի վրա, առավել ևս երկրի ղեկավարի վրա, անկախ նրանից համակրանք կա, թե չկա, կիսում ես հայացքները, կիսում ես կուսակցական մոտեցումները եւ այլն, սա հարձակում է երկրի վրա։ Եվ սա ծանր պետական հանցագործություն է։ Արդեն առիթ ունեցել եմ մի անգամ ասել, որ թիկնապահը պաշտպանում է մարմինը։ Շատ կարևոր է դա, որտեղ մեր մոտ հաճախակի թիկնապահի, ասեմ, գործառույթները պետական այրերի թիկնապահների խառնում են, ասեմ, գողական հեղինակությունների թիկնապահների հետ, որոնք պաշտպանում են արժանապատվությունը կամ իրենց լեզվով ասած թասիբը։ Եվ մենք նաև մեր պատմության ընթացքում նման օրինակներ ունեցել ենք, երբ այդ թասիբ պաշտպանող թիկնապահները պարզապես խոսքի համար կարող են մարդուն սպանել։ Ես կարծում եմ շատ խիստ պետք է լինի ուրեմն իրավական համակարգը, բայց ինձ անհանգստացնում է ևս մի շատ կարևոր բան։ Երկրի ղեկավարների կյանքը իրենց սեփականությունը չի։ Եվ այդ կյանքի անվտանգությունը եւ պահպանությունը նաեւ կապված է շատ բանով, թե ինչպես է աշխատում այդ համակարգը անվտանգության։ Որոշակի բաներ նաեւ կարելի է երևի արգելել, ես նկատի ունեմ պետական պաշտոնյաներին, որովհետեւ անվտանգությունը առաջնահերթ է։ Մենք ունենք շատ ցավալի փորձ, ես նկատի ունեմ այդ հայտնի ահաբեկչությունը ազգային ժողովում։ Այո։ Ես կարծում եմ եւ մի քիչ ունի սխալ ասել, ես կարծում եմ, որովհետեւ դա կարգ է, դա աքսիոմ է։ Որևէ բացառություն, ինչով ուզում է դա պայմանավորված լինի։ Ազգային պատկանելությամբ, սեռական պատկանելությամբ, տարիքային, չգիտեմ, ով ինչքանով հիվանդ է, ով ինչքանով առողջ է, ով ինչ հայացքներ, ով ինչ էմոցիոնալ վիճակում է գտնվում, սա կտրականապես արգելված է եւ այստեղ խնդիրը կարծում եմ ոչ միայն իրավապահ մարմինների գործունեության մեջ է կայանում, այլ հանրության կողմից մերժելու մեջ, որտեղ մենք հենց այս պարագայում տեսնում ենք շատ տարբեր գնահատականներ, որոնք պայմանավորված են քաղաքական հայացքներով։ Հենց դա է ուզում ասել, մեկ շաբաթվա ընթացքում փաստորեն եւ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցավ միջադեպ եւ վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ միջադեպ, երկուսի դեպքում էլ իհարկե ձերբակալվեցին, բայց ընդդիմադիր հատվածը փորձում է այդ մարդկանց հերոսացնել քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Մենք երբեք նորմալ երկիր չենք կառուցի, եթե մեր գնահատականները իրավական պայմանավորված լինեն քաղաքական հայացքներով։ Հանցագործությունը մնում է հանցագործություն։ Սա միանշանակ։ Սրա մասին ասել եմ միշտ, ասել եմ եւ 10 տարի առաջ, երբ որ տեղի ունեցել հայտնի դեպքերը, հա, Պապեցագնդի ուրեմն ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, մարդասպանությունը մնում է մարդասպանություն, ուրեմն եւ մնացած ամեն ինչ։ Քաղաքական հայացքները թողեք ձեզ արտահայտական
ուրեմն խաղաղ պայմաններում ընտրությունների միջոցով այնպես չի լինում առավել ևս ժողովրդավարական երկրներում, որ երկրի ղեկավարների տեսակետը կիսի ամբողջ ժողովուրդը։ Նման բան չկա եւ դա բնական է։ Նման բան չկա նույնիսկ բռնապետական պետություններում, պարզապես այնտեղ դժվար է դա արտահայտել։ Ժողովրդավարական երկրներում, ամենաժողովրդավարական երկրներում մենք տեսնում ենք, որ նույնիսկ իշխանության ու ընդդիմության, ասենք ասեմ, համակրանքի աստիճանները մոտավորապես մնում են նույնը եւ ինչ, եւ նշանակում է, որ ամեն անգամ երբ ինձ դուր չի գալիս երկրի ղեկավարը, իսկ իմ շատ հաճախակի դուր չի եկել, կամ դուր է եկել ինչ որ հարցերում, կամ ինչ որ հարցերում դուր չի եկել, այնպես չի որ 100%-ով ամեն ինչ հավանում ես կամ ոչ, ես դա պետք է արտահայտեմ բռնությամբ։ Բռնությունը դատապարտելի է։ Եվ մենք հիմա հաճախակի խոսում ենք ատելության մթնոլորտի մասին, բռնության մասին։ Գիտեք, բռնությունը առաջին հերթին ձևավորվում է ուղեղներում։ Գործողությունը ծնվում է խոսքի մեջ։ Եվ երբ մենք նույնիսկ չենք դատապարտում այդ կոչերը բռնության, պարզ է, որ մի օր, եթե նույնիսկ հանրության որոշակի խավի կողմից, լինի դա կուսակցական կամ կուսակցական կապ չունի, գալիս է արդարացում բռնության, մի գեղեցիկ օր, գեղեցիկ իհարկե շակերտների մեջ, դա արտահայտվում է նաև գործողության մեջ։ Այ դուք բազմիցս շրջագայում եք աշխարհի տարբեր երկրներում եք լինում, հյուրախաղերով կամ ուղղակի այցելություններ, վստահ եմ տեսել եք այնտեղի իրավապահների աշխատանքը։ Կարող են իրենց քաղաքացիները թույլ տալ այն տեսակ վերաբերմունք, ինչ շատ հաճախ տեսնում ենք մեր իրավապահների նկատմամբ ընդդիմադիր ակտիվիստների կողմից։ Շատ կոշտ է արձագանքը իրավապահ մարմինների, առավել ևս այն ամեն ինչին, ինչ որ կապված է պետական ատրիբուտների, սիմվոլների հետ։ Մարդը ևս պետական ատրիբուտ է, եթե նա զբաղեցնում է շատ կարևոր պաշտոն։ Շատ կոշտ է։ Շատ մեծ, այդպես ասած, կալանավորման ժամկետներ են տալիս, դատական ժամկետներ են տալիս, որովհետև հասկանում են, որ իրականում պաշտպանում են ոչ թե կոնկրետ այդ անձին, այլ պաշտպանում են պետությունը։ Իսկ պետություն պաշտպանելը դա յուրաքանչյուրիս պարտականությունն է, յուրաքանչյուրիս, որտեղ սա իմ պետությունն է, անկախ նրանից, թե ով է այս պետության ղեկավարը։ Իմ մոտեցումն էլ է միշտ այդպես եղել։ Այս երկիրը ղեկավարել են հաճախակի մարդիկ, որոնց հայացքները ես բացարձակապես չեմ կիսել, բայց միևնույն է, սա եղել է իմ պետությունը։ Եվ այս պետության պաշտպանությունը եւ նաեւ այդ մարդկանց պաշտպանությունը որպես պետական ղեկավարների, անկախ նրանից, թե ինչպես են ընտրվել, ինչպես են զբաղեցրել այդ պաշտոնը, եղել է նաեւ իմ պարտականությունը։ Եվ դատապարտել յուրաքանչյուր քայլ, որը ուղղված է այդ մարդկանց հանդեպ բռնություն օգտագործելու, եւս իմ պարտականությունն է։ Սա պետք է լինի այն ընդհանուր դաշտը, որտեղ մենք պետք է ունենանք նույն կարծիքը։ Հակառակ դեպքում, եթե մենք այդ պաշտպանությունը բաժանում ենք համակրանքի սկզբունքով, մենք պարզապես չենք հասկանում ինչ է նշանակում պետությունը։ Մենք պարզապես գնում ենք դեպի անարխիային։ Իսկ անարխիայի արդյունքը միշտ լինում է բռնապետությունը։ Ինչ եք կարծում, մինչև ընտրություններ էլի այս տեսակ միջադեպերի ականատես կլինենք, թե այդուհանդերձ այս ձերբակալությունները որոշակի զսպիչ հանգամանք կարող են հանդիսանալ։ Ես այդքան լավատես չեմ, ես կարծում եմ, որ փորձեր կլինեն, առավել ևս, որ մենք տեսնում ենք նաև որոշակի երկրների ցանկությունը խառնվել այդ ընտրական process-ների մեջ եւ ոչ միշտ այդ միջամտությունը տեղավորվում է օրենքի դաշտում, օրենքի սահմաններում։ Իհարկե մեծ պահանջ կա իրավական մարմիններից, իրավապահ մարմիններից, բայց էլ եմ կարծում, ու եմ ուզում կրկնեմ, որ ինքը հանրությունը պետք է մերժի դա։ Եթե քաղաքական ուժերը կամ որոշակի քաղաքական համակրանք ունեցող անձնավորությունները հասկանան, որ նման գործողությունները մերժված են
ոչ միայն օրենքի տեսակետից, այլ նաև հանրության ընդունման ընկալման տեսակետից, կարծում եմ այդ ժամանակ դա ուրեմն կվերանա։ Չնայած էլի ասում, մենք տեսել ենք շատ ավելի ողբերգական դեպքեր նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում։ Եղել է դա։ Բայց նայեք, էլի գուցե փորձ անեմ հիշել հոկտեմբերի 27-ը, հա։ Մենք ցավոք սրտի այդպես էլ չվերլուծեցինք, թե ինչպես մեջտեղ եկավ Նայիրի Հունանյան երևույթը։ Չէ որ այդ սպանենք, սրանց վերացնենք, այդ ժամանակ սա ժողովրդի պահանջն է, որտեղ բոլոր ահաբեկիչները ինչ խոսում են ժողովրդի անունից։ Սա ձևավորվեց առաջին հերթին հանրության որոշակի շրջանակների մեջ, հետո դա իրագործվեց եւ հանրությունը պատասխան չտվեց իրան, որ մենք ենք ծանել այդ երևույթը։ Հա, բոլորը դատապարտեցին, բոլորը եկան ստրեսային վիճակի, թե ինչ կատարվեց, հա, բայց այստեղ պետք է ներ շատ անկեղծ ու հասկանալ, որ գուցե մենք էլ ունենք որոշակի մեղավորություն այդ ամեն ինչի մեջ, չէ որ ինքը հենց այնպես չծնվեց, չէ որ հենց այնպես չէր, երբ որ ինքը այդ ահավոր ակտից հետո դիմում էր, այսպես ասած, ժողովրդին եկեք հավաքվեք, ես արեցի այն ինչ որ դուք էիք ուզում։ Այնպես որ այստեղ ես տեսեմ շատ կարևոր երկու ուղղությունով։ Առաջինը դա այդ իրավական համակարգի շատ կոնկրետ եւ շատ կոշտ արձագանքը պետք է լինի եւ հանրությունը չպետք է։ Հանրությունը իրեն չպետք է անջատի, ասենք ասեմ, իրավական համակարգից։ Այդ իրավական համակարգը ստեղծված է մեր համատեղ ապրելու, արարելու համար։ Հակառակ դեպքում մենք երբևիցե չենք գտնի ոչ մի ընդհանուր եզրեր, որպեսզի կարողանանք ապրել, արարել եւ պաշտպանել այս պետությունը։ Երեք հակակոռուպցիոն կոմիտեն մի հայտարարություն տարածեց, որտեղ տեղեկացնում է, որ ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրակաշարք են բաժանել աշխատավարձի տեսքով։ Սա ինչ է ցույց տալիս, կարող ենք ասել, որ ուժեղ Հայաստանը շարունակում է նախկինների ավանդույթը։ Ես ձերս կմնամ կուսակցական որևէ մեղադրանքներից, որովհետև հանրային խորհրդի անդամ եմ եւ պետք է պաշտպանեմ չեզոքությունը։ Կխոսեմ երևույթի մասին։ Այն, որ կլինեն նման դեպքեր ու մեթոդներ, անկեղծ ասած իմ համար անակնկալ չէր։ Շատ երկար ժամանակ մեր երկիրը ապրել է հենց այդ կանոններով, հա, կեղծել ընտրությունները, կաշառել, չգիտեմ, վախի մթնոլորտ ստեղծել, ազդել եւ այլն։ Շատ ուրախ եմ, որ տեղի ունենում նման բացահայտումներ։ Շատ կուզենայի, որ այդ բացահայտումները ունենան նաև փաստական իրավական հիմք, որպեսզի չմտնի դատարան ու հետո ուրեմն պարզվի, որ հնարավոր չի ապացուցել կամ ինչ-որ մի մասով ապացուցվում է կամ ոչ, էլի իրավական համակարգի մասին է խոսքը։ Այս ամեն ինչին պետք է պատրաստ լինել։ Այո, մեր երկիրը դրանով չի առանձնանում, մենք գիտենք նման օրինակներ վերջերս Մոլդովայում շատ ակտիվորեն, երբ ներգրաված էր մեծ գումարը ու հյուսիսային մեր հարևանի ազդեցությունը, մենք գիտենք, թե այդ երկիրը ինչ ակտիվությամբ մասնակցում է եւ փորձում է խառնվել նույնիսկ Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության հետ, էլ չասեմ եվրոպական երկրների, առավել եւս արևելյան եվրոպական երկրների մեջ, սրան պետք է դիմադրել։ Ընդ որում նաեւ պետք է դիմադրի, եմ ասում, հանրությունը, ոչ ոք իրավունք չունի խառնվել մեր ներքին հարցերի մեջ։ Մինչև մենք չհասկանանք, որ մեր ներքին հարցերը մենք պետք է լուծենք ինքնուրույն, առանց օտարների օգնությամբ, որտեղ օտարները միևնույն է առաջնորդվելու են սեփական շահերով։ Ոչ ոք մեծ գումարներ չի ծախսի, որպեսզի այս Հայաստանում ձևավորվի այն իշխանությունը, որը կգերադասի այս ժողովրդի, մեր ժողովրդի շահերը ուրիշ շահերից ավելի բարձր։ Եթե ինչ-որ մեկը խառնվում է,
ապա նշանակում է, որ նա ուզում է ունենալ այստեղ ազդեցություն, նա ուզում է ունենալ այստեղ խամաճիկներ, նա ուզում է ունենալ այստեղ այնպիսի քաղաքական, տնտեսական եւ ռազմական իրավիճակ, երբ նա կարող է միշտ խառնվել, որտեղ միշտ այդպես է եղել, խաղաղ հարավային Կովկասը այդ երկրին երբեք ձեռնտու չի եղել։ Իդեպ Հարավային Կովկասի մասին վերջերս Ռոբերտ Քոչարյանի նախկին մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Վեստիին հարցազրույց է տվել եւ ասել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ճակատամարտ է Կովկասի համար եւ նաեւ նշել, որ ընտրությունների ելքը կորոշի քաղաքական պատկերը ողջ Հարավային Կովկասի համար։ Կարող ենք ասել, որ Վիկտոր Սողոմոնյանը բացահայտում է ընդդիմության իրական նպատակը, որոնք են այդ ուժերը ըստ ձեզ եւ ինչ օրակարգ են սպասարկում։ Նպատակը, ցանկությունը, բայց ցանկությունը դեռ ոչ մի բան չի նշանակում։ Ամեն ինչ գալիս է այն իմունիտետից, որը մենք ունենանք։ Ես չեմ կարծում, որ միայն ուրեմն Ռուսաստանը ցանկություն ունի խառնվելու կամ այդ անձնավորությունը, որը դուք տվեցիք, եթե չեմ սխալվում, նա բնակվում է հենց Ռուսաստանում, կլինեն էլի երկրներ, որոնք կփորձեն խառնվել։ Բոլորը մերժելի են։ Այն ինչ նա նկարագրում է, կարծեմ այստեղ կա մի քիչ ցանկությունը ներկայացնել ոչ այդքան համապատասխան իրականությանը։ Ես համոզված եմ, որ այն ճանապարհը, որը ընտրել են երկրները նախկին սովետական Միության Հանրապետություններ, անկախ նրանից, ով ինչ տեմպով է գնում, ով ինչ դժվարությունների է հանդիպում եւ այլն, բայց նրանք բոլորը ուղղված են դեպի ինքնիշխանություն։ Այդ ճանապարհով են գնում նաեւ Միջին Ասիայի հանրապետությունները, որոնք կարծես թե շատ ավելի մեծ ազդեցության տակ էին, շատ ավելի քիչ փորձ ունեին անկախ պետականության, բայց սա բնական ճանապարհ է։ Կարելի է խանգարել, կարելի է դանդաղացնել այդ process-ը, բայց այդ process-ը գնալու է։ Մարդիկ, որոնք սովոր են, ցենց ասեմ, մաքուր օդի, անկախության օդի, որոնք սովոր են շնչել ամբողջ թոքերով, շատ դժվար է այս մարդկանց բերել հետ, շատ դժվար է։ Ես չեմ սիրում խոսել, ցենց ասեմ, ազգային վերամբարձ բառերով, բայց ես համոզված եմ, որ մենք հայերս ծնված ենք ազատ ապրելու համար, ինքնուրույն ապրելու համար, սեփական սխալները վերլուծելու ճիշտ եզրակացություն անելու համար։ Եվ ես չեմ տեսնում որևէ ուրիշ ճանապարհ ազգի առաջընթացը ապահովելու համար, քան ինքնիշխան ժողովրդավարական պետություն։ Մենք գիտենք ինչ է կատարվում հայկական համայնքներում, գաղութներում, ուշ թե շուտ դրանք վերանալու են, եւ դա ցավոք սրտի բնական process է։ Եթե մենք ուզում ենք պահպանել հայությունը, հայկականությունը, մեր ազգայինը, միակ դրա ձևը ինքնիշխան ժողովրդավարական անկախ պետությունն է։ Եվ իմի բերելով այս պահին երկրում տիրող իրավիճակի ամբողջ համայնապատկերը, առաջիկայում մինչև խորհրդարանական ընտրություններ էլ ինչերի ականատես կլինենք, հիմա շատ է խոսվում հիբրիդային պատերազմների մասին, որի լոկալ օջախներ ինչ որ տեսնում ենք, ինչ սպասել։ Սպասել կարելի ամեն ինչ, բայց սառն է պետք ընդունել։ Կլինեն բազմաթիվ ֆեյքեր, կլինեն բազմաթիվ ստեր, կլինեն բաներ, սադրանքներ, բնական է։ Բայց կարծում եմ 26 թվականի ընտրությունները շատ կարևոր են։ Միգուցե ավելի կարևոր են, քան բոլոր նախկին ընտրությունները, որտեղ սա լինելու է քաղաքակրթական ընտրություն։ Ես չեմ ուզում որևէ կուսակցության անունով։ Ընտրությունը լինելու է քաղաքակրթական, ինչ ենք մենք, որտեղ ենք մենք տեսնում մեր երկիրը։ Մենք տեսնում ենք զարգացած երկրների, այդ ուղղությունով գնացող երկրների, որի համար մարդու իրավունքները, մարդու կյանքը մեծագույն արժեք է, թե մենք տեսնելու ենք մեր երկիրը մշտապես կոնֆլիկտների, պատերազմների, անպագորգոր արտահայտությունների, բախումների եւ որպես դրա հետևանք մեծագույն արտագաղթի մեջ։ Ես կարծում եմ առաջին հերթին ընտրողը պետք է այդ պատասխանը ինքն իրեն տա։
ինչ քաղաքակրթական մոդել եմ ես ուզում ընտրեմ։ Իսկ հետո արդեն ըստ դրա կողմնորոշվի, թե արդյոք այն կուսակցությունները, որոնք մասնակցում են, որն է այդ կուսակցություններից այդ քաղաքակրթական մոդելին համապատասխանում, որը ոչ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։